Պարգևավճարների հետ կապված պարգևավճարներ սահմանելու այդ պետական համակարգում թե ոչ, որպեսզի, ինչպես այս իշխանության տրամաբանությունն է, կոռուպցիայի մեջ չթաթախվեն եւ ժամանակին ինքներդ որքան եք ստացել պարգևավճար եւ դրան ինչպես եք վերաբերում, այսինքն այդ հանգամանքին, եթե հանկարծ այդ պարգևավճարը չլիներ, կոռուպցիայի մեջ կմտնեին մարդիկ։ Շատ լավ հարց եք տալիս, պարգևավճար տերմինը ինքը իրականում մենք ժամանակին օգտագործում ենք հավելավճար տերմինը, ինքը աշխատավարձի վարձատրության կոմպոնենտ ենք մենք դիտարկում։ Պեկում ամեն ամիս բոլորը ստանում էին այդ ձեր ասած պարգևավճարը, այդ թվում նաև ես։ Բայց իմ պարգևավճարը այդքան շատ չէր տարբերվում իմ տեղակալներից, տեղակալներինը շատ չէր տարբերվում վարչության պետերից, վարչության պետերինը շատ չէր տարբերվում բաժնի պետերից, բաժնի պետերինը շատ չէր տարբերվում գլխավոր տեսուչներից, ավագ տեսուչներից, մասնագետներից, բոլորը ստանում էին։ Եվ դա մենք դիտարկում ենք որպես հավելավճար։ Եվ ես դա ներկայացնում եմ որպես շատ պարտադիր ու շատ կարևոր էր, ինչու, որովհետև պեկի առումով էի ես ներկայացնում։ Ներկայացնում է այսպես, եթե ամբողջ պետական համակարգում բացի պեկից մնացած ամբողջ պետական համակարգը ըստ էության ավելի շատ ծախսեր կատարող է։ Պատկերացրեք, գնումներ է կատարում, ինչ որ բաներ է, այսինքն իր հետագից ինչ որ մի բան թողնում է փաստաթուղթ։ Պեկի պարագայում պեկը եկամուտներ ապահովողն է։ Եկամուտները ապահովելու գործընթացը շատ դեպքերում չերևացող գործընթաց է։ Պատկերացրեք ֆրոնտի առաջի գծում կանգնածա պեկ տեսուչը եւ ինքը ամենօրյա իր գործունեությամբ շփվում է հարկ վճարողների հետ։ Հարկ վճարողների հետ շփումը ամբողջությամբ չի որ փաստաթղթավորվում է։ Հետևաբար մենք ինչ էինք ասում էինք որ միջին վիճակագրական գաղափարախոսություն եւ արժեքներ ունեցող մարդուն պետք է մի փոքր դու մոտիվացիա անես նաեւ նյութական, որ ինքը այս կողմ են կողմ չթեքվի։ Մենք այս գաղափարախոսությունն ենք դնում ու այդ գաղափարախոսության շրջանակներում որոշակի հաջողություններ արձանագրում ենք։ Ձախողումներ էլ ենք ունենում, մարդիկ կային, որոնք որ նաև շարունակում էին այդ արատավոր երևույթները, մենք պայքարում ենք դրա դեմ, այո, արդյունավետ ենք պայքարում, մեզ թվում էր, որ այո, հետո բացատրում էր, որ այդքան էլ չէ, դա անդադ այսպես sense շրջապտույտի նման մի հատ գործընթաց է, որ պետքա դու ունենաս 0 հանդուրժողականության, կաշառակերության եւ կոռուպցիայի նկատմամբ, անդադ պայքարես, բայց պետքա մարդուն դու ունենաս մոտիվացնելու հնարավորություն։ Հետևաբար պարգևավճարը մենք միտք ունենք, որ ինքը պետքա փոխակերպվի, դառնա վարձատրություն, այսինքն աշխատանքի դիմաց եւ դա է ասում այդ պարգևավճարը, որ մենք տալիս ենք, դա լրավճար էր իր աշխատանքի դիմաց։ Գիտեք ինչու, մենք համակարգ էինք դրել։ Ամեն ամիս բոլոր աշխատողները գնահատվում էին երկու չափանիշով, անձնական եւ մասնագիտական։ Եվ ունեին այդ մասնագիտականները կշիռներ, մեկը 30%, մեկը 70%-ով գործակից էինք հաշվարկում, ամեն ամիս, ամեն ստորաբաժանման ղեկավար գնահատում էր այդ ամսում այդ աշխատողի կատարած աշխատանքը, թե անձնական նվիրումի, թե պրոֆեսիոնալ մոտեցումների այդ համախմբումով ստանում էր մի հատ գործակից, 0.3-ից 1.3 այդ տիրույթում։ Մեկ գործակրի արժեքը միայն ես գիտեի, ոչ մեկ չգիտեի։ Դա էլ ելնելով տվյալ ամսվա ընթացքում հոսունությունից ելնելով, մարդիկ են ազատվել, մարդիկ են ընդունվել, հատուցումներ են վճարել, ինչքան ունենք ֆոնդ այդ ամիս։ Այդ ֆոնդից ելնելով հաշվարկում էր մեկ գործակցի արժեքը եւ բոլորը ունենում էին հատուցում, որը անվանվում էր պարգևավճար, բայց դա հատուցում էր կատարված աշխատանքի դիմաց։